Բարև ձեզ, ես Թերմինե Ենոքյանն եմ եւ կանանց հարթակ ոդքասթին այսօր հյուրընկալել ենք Ջերմուկի առողջարանային բիզնեսի ներկայացուցիչ Քրիստինե Իվանյանին։ Ողջույն Քրիստինե, ինչպե՞ս եք։ Բարև Թերմինե ջան, շատ լավ, շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ոդքասթի շարքը մենք սկսել ենք, որպեսզի բացահայտենք մարզում առկա հայտնի եւ ոչ հայտնի ակտիվ կանանց եւ նրանց գործունեությունը եւ հատուկ ուշադրություն հրավիրենք նրանց արած աշխատանքին։ Հուսով եմ մենք այսօր կունենանք ազնիվ անկեղծ զրույց, որով որ կկարողանանք ոգեշնչել այլ կանանց, այլ մարդկանց եւ կփորձենք ցույց տալ, որ հնարավոր է փոփոխություններ բերել։ Շատ հաճելի է լսելի լինելու հնարավորություն ունենալը։ Եվ այսպես մենք խոսում ենք մի քաղաքի մասին, որը տարբեր տեսակի մարտահրավերների է ենթարկվել, սկսած պատերազմ, հետո հանքարդյունաբերություն, տարբեր տեսակի խնդիրներ, որոնք որ Հայաստանի մասշտաբով առկա են եւ ավելի կոնկրետ արտահայտվում են հենց Ջերմուկ քաղաքի վրա։ Ինչպես հաղթահարել ես մարտահրավերները որպես քաղաքացի, որպես բիզնեսի ներկայացուցիչ, որը դուք ապրում եք այնտեղ եւ զգում եք ձեր վրա այդ ամեն ինչը, հատկապես որ դուք որոշում եք կայացրել Երևանը թողել եւ տեղափոխվել Ջերմուկ։ Վաղուց մտածված, այո։ Իրականում շատ ավելի հեշտ է ասել, որովհետեւ ընդհանրապես էվոլյուցիայի արդյունքում կարող ենք մեր բոլոր նպատակներին հասնել։ Երկրի փոքր մոդել լինելով հանդերձ, փոքր տարածքում շատ ավելի հստակ են երևում եղած խնդիրները ու դրանց վրա աշխատելը շատ ավելի հեշտ է ստացվում, որովհետև մասշտաբներն են փոքր։ Բնականաբար խորքային ճանաչելով քաղաքը, հասկանալով նրա խնդիրները, հասկանալով այն անհրաժեշտությունները, որոնց առաջ մենք կանգնած ենք, այն խնդիրները, որոնք մենք ունենք եւ նաեւ այն առավելություններն ու հնարավորությունները, որ մենք ունենք, այդ ամեն ինչը հասկանալով, այդ ամբողջ տեղեկատվությանը տիրապետելով եւ գրագետ օգտագործելով մեր գիտելիքները կարող ենք բնականաբար քաղաքը զարգացնել։ Եթե մենք անդրադառնանք հենց այդ մարտահրավերներին, կոնկրետ հանքարդյունաբերություն եւ պատերազմ, որին առնչվել է քաղաքը դեմ առ դեմ, ինչպես է հաղթահարել եւ եթե խոսենք այդ երևույթների մասին, մենք ինչի հետ գործ ունենք։ Հաղթահարելի իհարկե հարաբերական կարելի ասել եւ պատերազմի հետ կապված եւ հանքարդյունաբերության, ինչու որովհետեւ հանքարդյունաբերության հարցը դեռևս օդում կախված վիճակում է, իսկ պատերազմը առավել եւս օդում կախված վիճակում է, որովհետեւ մեր տարածաշրջանի իրավիճակը, ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին գործոնները թույլ չեն տալիս նույնիսկ կանխատեսել ու կանխազգալ, թե ինչ մարտահրավերներ այս թեմայի հետ կապված կարող ենք դեռևս ունենալ, բայց հաղթահարել ենք հետևյալ կերպ. նախ պատերազմի հետևանքները եւ առաջին եւ երկրորդ պատերազմի ընթացքում Ջերմուկը կատարել է օգնողի դեր հիմնականում, որովհետեւ ինչքանով տեղեկացված կլինեն մեր դիտողները, բայց բոլոր պատերազմների ժամանակ փախստականների ենք ընդունել, տեղավորել բոլոր հնարավոր առողջարաններում, ազատ բնակարաններում, փորձել ենք ապահովել սնունդ, հագուստ, այն ամեն ինչը, ինչ անհրաժեշտ է իր տունը կորցրած մարդուն։ Նաև հոգեբանական աջակցություն իհարկե, որովհետև բնակիչները բոլոր այն մարդկանց, պաշտոնյա մարդկանց հետ միասին, ում ի պաշտոնե պետք է զբաղվել այդ նման հարցերով, նաև օգնել են բնակիչները Ջերմուկի։ Հաղթահարել ենք այդպես, հաղթահարել ենք մասնակից լինելով, հաղթահարել ենք աշխատելով այդ ընթացքում, որովհետև նույն պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո հնարավորինս շուտ վերաբացվել են առողջարանները։ Պատրաստ, կիսապատրաստ վիճակով էական չի, բայց փորձել ենք անմիջապես հունի մեջ ընկնել այլի, որովհետև մեր բիզնեսում, որը բավականին սպეციფიկ հատկանիշներ ունի, ինչքան երկար ես դու բացակայում շուկայից, այնքան ավելի մոռացված ես լինում ու վերականգնվելը շատ ավելի բարդ է։ Դրա համար փորձել ենք առաջին հերթին վերականգնել աշխատանքը մարդկանց ապահովել աշխատանքով, դրանով բնականաբար դեմոգրաֆիկ հարցը լուծել ստիպել, որպեսզի մարդիկ մնան եւ աշխատել մեր ցանկացած խնդրին դիմակայելու ու խնդիրը լուծելու առաջին պայմանը դա տեղում մնալն ու աշխատելն է։ Խոսեցիք դեմոգրաֆիկ խնդիրների մասին, թերևս 90-ական թվականներից սկսած տարբեր փուլերով Ջերմուկը նաև հայաթափվել է եւ ինչպես նաև Հայաստանն է հայաթափվել եւ փոքր քաղաքում, երբ որ մարդիկ մեկը մյուսին ավելի լավ գիտեն, բոլոր իրար ճանաչում են, այդ պատկերը շատ ավելի ակնառու է։ Պատճառները որտեղ են եւ ինչպես կանխարգելել։
մարդաթափվելու պատճառները նկատի ունենք։ Նու կոնկրետ 90-ականներին ամեն ինչ շատ ավելի պարզ էր, որովհետև բնակչության մի հատվածը երկրից դուրս եկավ, իրենց փոխարինեցին մեր հարևան երկրից ժամանած մեր հայրենակիցները, որոնք տարբեր բազմազան պատճառներով մի մասը մնացին իհարկե, բայց մեծ մասը լքեցին Հայաստանը, ոչ միայն ջերմուկը, որը իրենց համար բավականին փոքր ու այդ տարիներին բավականին դժվար կենցաղ ունեցող քաղաք էր։ Եկած բնակչության մեծ մասը քաղաքը լքեց։ Հետևաբար մենք ունեցանք արդեն իսկ մոտավորապես կիսով չափ դատարկված քաղաք բնակչության առումով։ Բնականաբար այդ տարիներին ամբողջ երկրից էր արտագաղթը բավականին մեծ թվերի ու մասշտաբների, բայց էլի կրկնում եմ, փոքրիկ քաղաքի մոդելի վրա շատ ավելի հստակ ու շատ ավելի ցավալի էր երևում այդ ամեն ինչը։ Բնակչությունը պակասեց այդ ժամանակվանից, հետո բնականաբար արդեն դժվար տարիներ էին, երբ պետք էր աշխատանք, երբ պետք էր ընտանիք պահել եւ այլն, գումար վաստակել, էլի արտագաղթ եղել է, շատ ավելի փոքր չափերի։ Այն պահից, երբ քաղաքի հիմնական պահող ուժը, առողջարանները սկսեցին գործել, սկսեցին քայլեր անել վերականգնվելու եւ իրենց գործունեությունը ծավալելու, քաղաքի կենցաղը ու այդ արտահոսքի տեմպերը նախ նվազեցին, երկրորդ ստաբիլացան, որովհետև մարդ, ով ունի աշխատելու հնարավորություն, բնականաբար դուրս գալու ցանկություն չի ունենա։ Քրիստինե, դուք լրագրող եք նաև, ես կուզենամ նաև խոսենք այն մասին, որ հաճախակի տեղի ունենում հիմնավորված կամ չհիմնավորված տեղեկատվական արշավ այն մասով, որ ջերմուկն անվտանգ չէ եւ մարդիկ չեն ուզում գան հանգստանալ, դուք բազմաթիվ այս տեսակ զանգեր եք ստանում։ Պատճառներ, որտեղից են թիրախավորում քաղաքը, ինչ նպատակով եւ ինչպես է հաղթահարում մարդկանց վախը, որպեսզի գան հանգստանալու։ Անդադար աշխատանքով։ Դուք ճիշտ եք, շատ զանգեր ու նամակներ ենք ստանում, առավել եւս 2022 թվականից հետո, քաղաքի մերձակայքի ռմբակոծությունից հետո, որովհետեւ նպատակաուղված թե ոչ, բայց որոշակի արշավ մենք նկատեցինք։ Այդ իրադարձությունից հետո շատ մեծ տեղեկատվական հոսք կար վերաբերվող նրան, որ ջերմուկը այլևս անվտանգ չէ, ջերմուկի առողջարանների մի մասը կամ ամբողջապես կամ մասամբ ավերված են, մարդիկ բոլորը լքել են տները, այսինքն ջերմուկը ըստ էության գոյություն չունի այլևս։ Դա առաջին հարցն էր, որի հետ մենք առնչվեցինք, ու դա վերաբերում է ոչ անմիջապես ռմբակոծության հաջորդող ժամանակահատվածին։ Այդ խոսակցությունները, այդպիսի տեղեկատվություն եւ հայկական մեդիայում եւ ընդհանրապես բերանից բերան անցնող, որպես տեղեկատվություն շրջանառվում է մինչեւ օրս։ Դրա դեմ պայքարի մենք ձևեր ընդունեցինք նույն կերպ, սկսեցինք զրուցել, սկսեցինք պատմել։ Հսկայական քանակությամբ լրագրողներ էին գալիս այդ ժամանակահատվածում եւ հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ արտասահմանյան, հայտնի եւ ոչ այդքան։ Մեր հիմնական գործառույթը մենք տեսնում ենք նրանում, որ պետք է պատմել, պետք է ցույց տալ, թե ինչպես ենք մենք աշխատում։ Ու պետք է առաջին հերթին նաև աշխատել։ Դրա համար հսկայական ճիգեր են գործադրվել։ Մենք կապվել ենք եւ ես խոսում եմ բոլոր առողջարանների մասին։ Բոլորս ամեն մեկս իր մեթոդներով, իր միջոցներով, իր կապերով փորձել է մարդ բերել քաղաք, հանգստացողներ, գնալով աննախադեպ եւ գնիչեցումների եւ տարբեր տեսակի լրացուցիչ պայմանների, որոնք կարելի է առաջարկել հյուրերին։ Մենակ նրա համար, որ մարդիկ գային, ապրեին քաղաքում մի քանի օր ու հասկանային իրավիճակը իրենք, ոչ պատմելով։ Որովհետեւ բերանից բերան անցնող տեղեկատվությունը վերջում ոչ մի հստակություն չի մնում ու ճշմարտություն առավել եւս չկա։ Ու այդպես մենք ոտքի կանգնեցինք։ Իրականում դա տևեց բավականին կարճ, ենթադրաբար մի կես տարի ու մենք կարելի ասել արդեն ոտքի էինք կանգնել, որովհետև եթե նպատակաուղված տեղեկատվությունը տեղ հասցնելու վրա ժամանակ ծախսվում է, իսկ այդ ժամանակ նաև օգնելու պատրաստ մարդիկ մեզ շատ աջակցեցին, մենք կարողացանք հոսքը վերականգնել մարդկանց, որովհետև ջերմուկի կենդանի մնալու
ապրելու, ֆունկցիոնալ լինելու միակ ու հիմնական միջոցը դա մարդիկ են, դա հանգստացողներ են։ Քաղաքի կենսական ուժը դա դրսից եկող մարդիկ են։ Խոսում ենք այն մասին, թե մարդկանց այցելությունը հենց քաղաք, հենց դա է ապրեցնում քաղաքը, սակայն շատ դեպքերում մենք նկատում ենք նաև, որ հիմնականում ռուսալեզու մարդիկ են, շատ այցելում ջերմուկ։ Այո, որովհետև մեր հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։ Բայց եւ այնպես մենք ունենք նաև այդ ոլորտում խնդիր, այն դեպքում, երբ որ կա պատերազմ Ռուսաստան-Ուկրաինա եւ միշտ չի որ ունենք նաև այդտեղից կրճատվել է բոլոր գործոնները այնպես են ազդում մեր գործի վրա, որ սարսափելի է պատկերացնել։ Իրականում օդակայանները երկու երկրի մասին էլ կարելի է խոսել այս թեմայով, եթե Ուկրաինայից որևէ հյուր պետք է գա, ներեցեք այսօր մեզ մոտ ռմբակոծությունը չենք կարող հանում ենք ամրագրումը, նույն բանը Ռուսաստանի Դաշնությունից իհարկե ծավալներով Ռուսաստանի Դաշնությունից ժամանող հանգստացողները շատ ավելի մեծ են, որովհետև նախ եւ առաջ հիմնականում ռուսալեզու հյուրերն են, որոնք պատկերացում ունեն նրա մասին, թե ինչ է իրենից ներկայացում առողջարանային հանգիստը, ու բացի դա, քանի որ ջերմուկը բավականին լավ կերպով հայտնի է ռուսական առողջարանային ու տուրիստական շուկայում, որպես քաղաք առողջարան, հիմնականում գալիս են այնտեղից։ Անկախ նրանից, որ ազդում են այս գործոնները, եւ պատերազմը, եւ կոവിഡ്ի մասին չմոռանանք, առաջին հարվածը ըստ էության, որ ջերմուկը ստացավ, դա կոവിഡ്ն էր։ Հետո նոր սկսեցին մեր պատերազմները, հետո նոր ռուսական պատերազմը, այդ բոլոր կատակլիզմների մեջ միևնույն է մեր հիմնական հանգստացողների մասան մնաց Ռուսաստանից ժամանողը։ Երբ որ խոսում ենք քաղաքի զարգացման ուղղությունների մասին, վերջերս ջերմուկում տեղի ունեցավ ջերմուկի այլընտրանքային ֆորում, որի աշխատանքային խմբի անդամ եք նաև դուք։ Կուզենայի հասկանալ, ինչ առաջարկների փաթեթ վերջապես մշակվեց, որը քաղաքը նոր փուլի, նոր հարթության վրա կարող էր դրվել, եւ այդ ծրագրերը, որոնք որ մշակվեցին կամ ամեն դեպքում առաջարկություններ եղան, ինչ հետևանքներ ունեցան, օրինակ ինչ պետք է արվի ջերմուկում, որ ինքը զարգանա, այսինքն ինչն է պակասում ջերմուկին։ Որակյալ PR նախ։ Մինչև որակյալ PR-ին հասնելը պետք է որակյալ ապրանք ունենանք ներկայացնելու, հետևաբար մեզ պետք է ներդրումներ։ Քաղաքին կենսականորեն անհրաժեշտ են ներդրումներ։ Ընդ որում դրսից։ Ինչու եմ ասում հատուկ դրսից, որովհետև դրսից եկող ներդրումը ենթադրում է նաև որակապես այլ մակարդակ։ Այն, ինչ մենք ունենք հայկական տնտեսվարողների կողմից ստեղծված բիզնեսներ, որոնք ունեն իրենց ավանդույթները, իրենց դրվածքը ըստ էության, ու բիզնեսը վարելու որոշակի ընթացակարգ։ Մեզ պետք են դրսից ներդրումներ ու դրսից նոր թարմ հայացք։ Մեզ նոր արյուն է պետք ըստ էության քաղաքում։ Մեզ պետք են նոր առողջարաններ տարբեր գնային կատեգորիաների։ Մեզ պետք են բացի առողջարաններից, մեզ պետք են ներդրումներ եւ ընդ որում այդ ներդրումները ցանկալի է լինեն դրսից եւ բերեն մեզ նոր մտահղացումներ, նոր բիզնես վարվելակերպ եւ նոր մտահղացումներ կոնկրետ ժամանցային ոլորտում, ասենք այսպես, որովհետեւ եթե մենք ունենք առողջարանային բիզնեսի երկարամյա ավանդույթներ, մենք շատ կայացած ենք, մենք կարող ենք եւ մրցակցել եւ համեմատվել եւ սլավոնական, եւ ներեցեք սլովակական եւ չեխական առողջարանների հետ։ Այդուհանդերձ մեզ քաղաքին պակասում են ժամանցային, սպորտային միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ տարածքները։ Մեզ պետք է ժամանց, որպեսզի մարդիկ բացի բուժումը եւ հանգիստը նաեւ ցանկանան զվարճանալու համար այցելել մեր տարածաշրջան, որովհետեւ մենք որպես զարգացման տեսլական կարող ենք ունենալ առողջարանային ուղղությունը, բայց նաեւ մի քանի այլ ուղղություններ, որոնցից մեկը նույն իմ ասած ժամանցն է։ Հաջորդը կարող է լինել ձմեռային սպորտաձևերի զարգացումը։ Մենք դրա համար բնակլիմայական բոլոր պայմաններն ունենք։ Ինչպես է փորձում սոցիալական, տնտեսական, գուցե հենց օրինակ քաղաքի թեքահարթակներին վերաբերվող, ընդհանրապես ավելի հարմարավետ
քաղաք ունենալու տեսակետից բավականին քայլեր ձեռնարկել ես, ինչ հաջողություններ ունենք եւ որ կարող ենք գրանցել եւ ինչի հետ ենք առնչվել, երբեմն կարելի ասել չենք էլ տեսնում որ փոփոխություն կա, չէ՞։ Բայց նաև տեսնում ենք, երբ որ լինում է այդ փոփոխությունը։ Եթե դասակարգենք, ինչպես պայքարեցիք, ոնց ստացաք արդյունք եւ դրա մասին կուզենամ խոսել։ Իմ պայքարը շատ ավելի խախանդ պայքար կարելի է անվանել, որովհետեւ որպես այդպիսին բարդ պատմություններ եւ այլն, այդպիսի բաներ իմ փորձում չեն, իմ կենսափորձում չկան։ Ես պարզապես իմ տեսակետը, իմ տեսանկյունը, որը տարբերվել է երբեմն ուշად հաճախ, ուշad խստաբար տիրող ընդհանուր կարծիքից ու տեսլականներից, ես պարզապես արտահայտել եմ այդ կարծիքը։ Բացի դա, օրինակ թեքահավաքների մասին խոսեցիք, որը մեր քաղաքի համար սուղ անհրաժեշտություն էր։ Մենք մի քանի ակտիվ քաղաքացիներով կազմեցինք աշխատանքային խումբ, պարզապես հետևեցինք այն աշխատանքներին, որոնք տարվում էին, ու երբ նկատեցինք, որ կան թերի արված որոշակի գործեր, մենք դիմեցինք ու հասանք նրան, որպեսզի այդ թերությունները վերացվեին։ Ես չեմ կարող ասել, որ այդ թերությունները վերացվել են 100%-անոց, որ ես 100%-ով գոհ եմ արված աշխատանքից, բայց այն ինչին մենք կարողացանք հասնել, ինձ արդեն իսկ ուրախացնում է։ Այդ արդյունքը ես տեսել եմ։ Բայց այդպիսի թեմաներ մեր քաղաքում, որոնց վրա պետք է աշխատել ու պետք է ունենալ հնարավորություն արտահայտվելու ու մասնակցելու քաղաքի մեջ կատարվող գործընթացներին, այդ դրա անհրաժեշտությունը ես տեսնում եմ միշտ ու առանց որևէ դադարի։ Ոնց համագործակցել հանուն փոփոխության։ Կանայք ինչ մասնակցություն կարան ունենան։ Ի վերջո մենք ցանկացած իրականում պետք չի առանձնացնել կանայք ինչով կարող են օգնել։ Կանայք կարող են անել այն ամենը, ինչ անում են բոլոր մնացած մարդիկ։ Ցանկացած տղամարդ։ Այս այն հարցերը չեն, որոնք պետք է սեգրեգացիայի ենթարկել, հա։ Կինը ունակ է անելու այն ամեն ինչը, ինչ կարող է անել տղամարդը, հարցը վերաբերում է այսպիսի սոցիալական հարցերին։ Հանրության կյանքի մասնակցության, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին։ Այդ բոլոր գործընթացների մեջ կանայք առկա են մի կողմից։ Եթե ազդում են իրավիճակի վրա, որոշումների կայացման վրա կարող են ազդել։ Ես կարծում եմ ոչ, որովհետև առաջին հերթին խնդիրը հոգեբանական է։ Առաջին հերթին կանայք հիմնականում պայքարի միտված չեն։ Պայքարի միտված կյանք ունենալը բավականին բարդ որոշում է։ Ու այդ որոշումը ընդունել կարող է ոչ ամեն մեկը։ Ոչ մեկին պետք չի պրոբլեմատիկ կյանք։ Իսկ եթե դու որոշել ես ինչ-որ բան փոխել, եթե դու որոշել ես ինչ-որ բան անել, ոչ միայն քո, այլ քո համայնքի համար, քո համակարգացիների համար, դու ունենալու ես բավականին դժվար, պրոբլեմատիկ ու բարդություններով լիքը կյանք։ Ցավոք սրտի փոքր համայնքներում, որտեղ, ինչպես դուք արդեն նշեցիք, բոլորը իրար ճանաչում են, շատ ավելի բարդ է ինքնաարտահայտվելը, մանավանդ եթե քո մտքերը շատ ավելի շատ են տարբերվում ընդհանուր ընդունվածից, որովհետև բավականին բարդ է տարբերվող կարծիքը միայնակ պահել ընդհանուրի դեմ։ Ցավոք սրտի հիմնական խնդիրը դա է, որովհետև հիմնականը ընդհանուրը այն ինչը ղեկավարում է, հիմնականում չի լսում այն կարծիքին, որը տարբերվում է իր կարծիքից։ Երբ որ ասում ենք ընդունված ձևաչափ կա, չէ՞ որ երբեմն ասում ենք, որ սպիտակ ագրավ եմ սևերի մեջ, այսինքն չընդունված եմ, առանձնանում եմ։ Այդ դեպքում օրինակ դու համայնքում ինչ խտրական եւ կարծրատիպային մոտեցումներ ես հանդիպել, ոնց ես դրանք հաղթահարել, ինչ տեսակ են դրանք եղել, ոնց են դրանք դուրսևորվել, մի քիչ ավելի մանրամասն ներկայացնես։ Թեմինե ջան, հիմնականը բոլորի հետ ինչպես կատարվում է։ Պրիմիտիվագույն օրինակ ասեմ։ Եթե դու որևէ գործնական հարցով մտնում ես որևէ հիմնարկություն, որտեղ պետք է դիմես ու պատասխան ստանաս։ Եթե դուք գնաք տվյալ հաստատություն, կին եւ տղամարդ, ընդունող կողմը, սա հոգեբանական շատ պրիմիտիվ պահ է իրականում։ Ընդունող կողմը առաջին հերթին դիմելիս դիմելու է տղամարդուն։ Ինչու՞։
Այդպես է, որովհետև կնոջ դերը հիմնականում մանավանդ մարզերում սա պետք է շատ հստակ հասկանալ, որ մարզերում այս հայրիշխանական պահերը իրենք շատ ավելի հստակ են, վառ են արտահայտված ու շատ ավելի լավ են պահպանված։ Դու մտնում ես ինչ-որ հիմնարկություն, ինչ-որ գործով, նույն գործով, որի ղեկավարը, որի հարց լուծողը ըստ էության դու ես։ Եթե քեզ հետ կա տղամարդ, առաջինը դիմելու են տղամարդուն։ Կարծիք հարցնելու են տղամարդուց։ Եթե ինչ-որ հարց է քննարկվում, համայնքին վերաբերվող, առաջնահերթ, դե բնականաբար տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Կանայք առկա են, չեմ կարող ասել, որ չկան, բայց հիմնականում զրույցները վարում են, որոշումները ընդունում են տղամարդիկ։ Ես ցավոք սրտի չգիտեմ դեպքեր, երբ որևէ կին ներկայացուցիչ նման համակարգի կկարողանար իր տեսանկյունը արտահայտել ու հասնել ինչ-որ ռեալ իրական արժեքավոր փոփոխության ցանկացած հարցի քննարկման մեջ։ Դա առաջինը, երբ հիմնականում առաջնահերթությունը տրվում է տղամարդու կարծիքին։ Ամբողջ աշխարհում թերևս խոսում են այն մասին, որ կանայք պետք է ունենան մասնակցություն, փոխեն միջավայրը եւ այլն։ Հենց փոքր ջերմուկի քաղաքի մակարդակով, համայնքի մակարդակով կան իհարկե կանայք, որոնք որ ավականու անդամ են, բայց արդյոք իրենք կարողանում են փոխեն, իսկ եթե չեն կարողանում, ինչու չեն կարողանում։ Ես չեմ կարծում, որ կարողանում են կամ ցանկություն ունեն փոխելու։ Գուցե կան բացառություններ, որոնցից ես տեղեկացված չեմ, բայց ընդհանուր պատկերը ինձ համար էսպիսին է։ Ու ընդհանրապես փոքր տարածքներում, մարզերում այդ սպეციფიკան կա։ Նախ եւ առաջ բոլորը իրար ճանաչում են, երբ չի իրար ճանաչում են, բոլորը հաստատ իրար բարեկամ, հարևան, խնամի են։ Հետևաբար դու աշխատում ես քո միջավայրի մարդկանց հետ ու բնականաբար, եթե մեծամասնությունը ինչ-որ բան արդեն որոշել է, դեմ չես գնալու ընդհանուրի կարծիքին։ Չես պահելու քո գիծը։ Նաև այն պատճառով, որ դու վստահ ես ու արդեն իսկ գիտես, որ դա չի անցնելու։ Կարելի է անցկացնել, իրականում կարելի է։ Իրականում կարելի է ահագին գործ անել սպիտակագրավ լինելով։ Բայց հիշենք, որ մենք խոսում ենք մարզային բնակչության մասին։ Մարզերի բնակիչները, ինչքան որ մենք ունենք առաջադեմ երիտասարդներ, զարգացած հրաշալի մարդիկ, անկախ բնակավայրից եւ այլն, հիմնականում դա փակ հասարակություն է, փակ սոցիալական վարվելաձևային առանձնահատկություններով։ Տեսնում ես դրա փոխելու հնարավոր ելքեր են, ինչպես փոխել։ Անդադար կրթվել եւ կարողանալ օգտագործել այդ կրթվածությունը։ Այսինքն մեզ պետք է դպրոցի մակարդակից սկսած, մանկապարտեզի մակարդակից սկսած սովորացնել ոչ թե կոլեկտիվի մաս լինելու արվեստը, որը եւս շատ կարեւոր է, այլ անհատ լինելու արվեստն է մեզ պետք սովորեցնել երեխաներին։ Մեզ պետք է սովորացնել երեխաներին, որ պետք է ունենալ կարծիք, ու պետք է կարողանալ այդ կարծիքը արտահայտել, պաշտպանել ու տանել առաջ, եթե դու դրա իրավացիության վրա վստահ ես։ Այդ պարագայում մանավանդ կանայք, մանավանդ աղջիկ երեխաները կարող են հսկայական ծավալի աշխատանք կատարել։ Երբ որ խոսում են կանանց կրթվածության մասին, նաև կա հետևյալ տեսակետը, ասում են, որ բարձրագույն կրթություն եւ լավ կրթություն ստացած կանայք կորում են, երբ որ կառավարման ոլորտ են գալիս, այսինքն կառավարման ոլորտում հիմնականում տղամարդիկ են, իսկ այդ նույն բարձր եւ լավ կրթություն ստացած կանայք ուղղակի չկան, պատճառները կամ քիչ են։ Իրենք կան իրականում։ Մենք հրաշալի իրավաբան կանայք ունենք։ Հրաշալի կիրթ մասնագետներ ունենք տարբեր ոլորտներում։ Համայնքի ղեկավարներ, ֆինանսիստներ ունենք։ Համայնքի ղեկավարներ չունենք, որովհետև խելացի կիրթ կայացած կինը ժամանակի 90% դեպքերում քաղաքականությունից փորձում է դուրս մնալ։ Ցավոք սրտի մեր երկրում զբաղվել սոցիալական աշխատանքով դուրս մնալով քաղաքականությունից ռեալ չէ։ Եթե դու իսկապես ցանկանում ես համայնքային աշխատանք կատարել առանց քաղաքականացնելու,
պարզապես օգուտ տալով այն վայրին, որտեղ դու բնակվում ես, որը քո միջավայրն է, որտեղ դու պլանավորում ես քո երեխաներին մեծացնել։ Եթե դու ցանկանում ես նման աշխատանք կատարել առանց քաղաքականացնելու, դրա հնարավորությունը դու չունես միանշանակ։ Եվ դա փոփոխվելու շանս իմ կարծիքով դեռևս չունի։ Որովհետև մեր սոցիալական կյանքը նույնիսկ ոչ անհրաժեշտ պարագաներում չափից դուրս քաղաքականացված է։ Կա բան, որ չեմ հարցրել կուզենայիր պատմեիր քո կենցաղի կյանքի որակի հետ կապված ինչ փոփոխություններ, ինչ փորձություններ ես հաղթահարել մարդ, որը օրինակ Երևանից տեղափոխվել է մի փոքր քաղաք եւ այնտեղ ապրում եւ ինչու է այդ որոշումը կայացրել։ Առաջին փորձությունը, որ եղավ, երբ ես տեղափոխվեցի Երևանից Ջերմուկ, այն խնդիրներ, որի առաջ կարծում եմ կանգնում են բոլորը, աշխատանք գտնելու հարց կար։ Որովհետև ինձ դուր էր գալիս քաղաքը, ես հստակ նպատակ ունեի այդ քաղաքում ապրելու, բայց ես պետք է ունենայի նաև այդ քաղաքում ապրելու միջոց։ Ու ես կարծում եմ նախ մեծ բախտ վիճակվեց նոր մասնագիտություն սովորելու, աշխատանք գտնելու, ու ինձ դա ավելի կապեց քաղաքին։ Բայց նաև ես կուզենայի պատմել նրա մասին, թե ինչքան ավելի ես շահեցի այնտեղ տեղափոխվելով ու ապրելով այդ փոքր քաղաքում, որի խնդիրները այսքան հստակ երևում են բոլորիս։ Իրականում, եթե մենք մի փոքր ավելի շատ Երևանից դուրս գանք ու այցելենք մարզեր, պարզապես մի փոքր նայենք, ուսումնասիրենք, թե ինչպես են ապրում փոքր քաղաքների բնակիչները, հավատացեք, շատ ավելի հետաքրքիր ու դեռևս անծանոթ բաներ կարելի է հայտնաբերել։ Շնորհակալություն շատ անկեղծ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Ջերմուկի առողջարանային բիզնեսի ներկայացուցիչ Քրիստինե Իվանյանը։